Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 17-րդ գլուխ։ Քողիաթ մենամարտի գհրավիրե իսրայելացիները։ Փղշտացիները իրենց բանակը հավաքեցին բادرազմելու համար եւ Հուտայի Սոկովին մեջ հավաքվեցան։ Սոկովի ու Ազեգայի մեջտեղ Ափեստոմին բանակեցան։ Սավուղ եւ իսրայելացիներն ալ հավաքվեցան ու Էլայի հովիդի մեջ բանակեցան եւ փղշտացիներուն թեմ բادرազմելու համար շարվեցան։ Փղշտացիները մեկ գոմը գայնաձեին լերան մվրա, իսկ իսրայելացիները մյուս գոմը գայնաձեին լերան մվրա, ու հովիդը անոնց մեջտեղն էր։ Փղշտացիներու բանակավայրեն Քողիաթ անունով քետացի Ախոյան մը ելավ 6 գանքուն եւ 1 թիզ հասագով։ Անոր գլուխը բղինցե սաղավարտ կար ու հյուսված զրահ մահակած էր։ Անոր բղինցե զրահին գշիրը 5000 սիգղեր։ Սրունքներու վրա բղինցե սրնաբաններ ուներ եւ ուսերու մեջտեղ բղինցե դեկմը։ Անոր նիզագին փունը ոստայնանքներու քլանին բեսեր ու նիզագին սվինը 600 սիգ երկատե շինված էր։ Անոր ասպարը գրողը անոր արջևեն գերտար։ Ան եկավ գայնեցավ եւ Իսրայելի զորասյուներուն բորալով անոնց ասավ. Ինչու դուրս ելերեք ու մեզի թեմ բادرազմելու համար շարվերեք։ Միթե ես փղշտացի չեմ, իսկ դուք Սավուղի ստրուգները ծեր մեջեն մարդ մը ընդրեցեք, որբեսի իջնե ինձի հետ մենամարտի։ Եթե գարենա ինձի հետ գրվիլ եւ զիս մերցնե, մենք ծեր ստրուգները գլանք, բայց եթե ես հաղթեմ ու զայն մերցնեմ, դուք մեր ստրուգները գլաք եւ մեզի գծարայեք։ Նաեւ փղշտացին ասավ. Ես այսօր Իսրայելի զորասյուներուն մարդահրավեր ուղեցի, ինձի մարդ մը տվեք, որբեսի իրարու հետ գրվինք։ Երբ Սավուղ եւ ամբողջ Իսրայելը փղշտացին այս խոսքերը լսեցին, զարհուրեցան ու չափազանց վախցան։ Դավիթ Սավուղի բանակավայրին մեջ։ Դավիթ Հեսեի անունով Եփրատացիի որդին էր, այսինքն Հուտայի Բեթլեհեմ եղող մարդումը, ան 8 որդի ուներ։ Այդ մարդը Սավուղի օրերը ձեր մարդ մը գսեբվեր մարդոց մեջ։ Հեսեի 3 մեծ որդիները իրկովեն կացած եւ Սավուղի հետևած էին բادرազմելու համար։ Բادرազմի կացող 3 որդիներուն անուններն էին Եղիապ, Անտրանիգինը, Ափինաթապ, երկրորդինը ու Սամա, երրորդինը։ Դավիթ անոր ամենեն բզդիկն էր։ 3 մեծերը Սավուղի հետևած էին, իսկ Դավիթ Սավուղի կովեն երթալով Բեթլեհեմ վերադարձեր էր, որբեսի իր հոր ոչխարները արածե։ Այդ փղշտացին արդու եւ իրիգուն գմոդենար ու 40 օր ներկայացավ զանոնք մենամարտի հրավիրելով։ Հեսե իր որդին Դավիթի ասավ. Այժմ եղբայրներուդ համար առ այս մեկ արդու փոհրած ծորենը եւ այս 10 հացը բանակավայրը վազե ու դուր եղբայրներուդ։ Այս 10 գդոր բանիրնալ անոնց հազարաբեդին դար, նա եթե եղբայրներդ ողջ առողջ են եւ անոնցմե քրավական մար։ Սավուղ անոնք ու բոլոր իսրայելացիները Էլայի հովիդի մեջ կբادرազմեին փղշտացներուն թեմ։ Արդուն Դավիթ գանուխ ելավ, ոչխարները ցկեց Բաբան հովիդիմը, այդ բաները արավ եւ գնաց, ինչպես Հեսե իրեն աբսպրեր էր։ Երբ գարկերուն դեղը հասավ, զորակունքը դուրս կելեր շարվելու եւ բادرազմելու համար գքորային։ Արտարև իսրայելացիներն ու փղշտացիները զորասյունի թեմ շարեր էին։ Դավիթ իր վրային քույքերը վար առնելով, քույքերու բահաբանին ցերկը ցկեց, թեպի զորասյունը վազեց եւ գնաց իր եղբայրներուն որբիսությունը հարցուց։ Երբ ինք անոնց հետ կխոսեր, ահա այդ փղշտացի Ախոյանը Քողիաթ անունով, որ քետ քաղաքեն էր, փղշտացիներու շարքերեն բարձրացավ ու նույն խոսքերը ասավ։ Դավիթ լսեց։ Բոլոր իսրայելացիները, երբ այդ մարդը տեսան, անոր արջևեն փախան զարհուրելով։ Իսրայելացիները գսեին. այս բարձրացող մարդը տեսակ, որ Իսրայելի մարդահրավեր ուղղելու կբարձրանա, ով որ զինք մերցնե,
Թագավորը մեծ հարստությամբ պիտի հարստացներ զայն, իր աղջիկը անոր պիտի դա եւ անոր հորդունը Իսրայելի մեջ ազատ պիտի ընե։ Դավիթ իր կով եղող մարդոց հետ խոսելով ասավ. Ինչ պիտի լայս պղշտացին մերցնող ու Իսրայելեն նախադինքը ճնճող մարդուն, քանի որ ով է այս անթլփատ պղշտացին, որ աբրող աստուծուն զորասյուները նախադե։ Ժողովուրդը նույն խոսքերը հաղորդելով անոր պատասխանեց. Այսպես պիտի լազինք մերցնող մարդուն։ Անոր մեծ եղբայրը Եղիապ լսեց ան գխոսեր այդ մարդոց հետ։ Եղիապի փարգությունը Դավիթի դեմ փորփոքեցավ եւ ասավ. «Տուն ինչու հոսիչար, որուց սկեցիր այդ փոքրատի ոչխարները անաբադին մեջ։ Ես քու հբարդությունդ ու սիրտիդ չարությունը գիտեմ, անդարագույս տուն բادرազմը դեսնելու համար իջած ես»։ Դավիթ ասավ. «Հիմա ինչ ըրի, այս խոսք չէ»։ Անոր կովեն ուրիշ մարդու մտարցավ եւ նույն խոսքերը ասավ։ Ժողովուրդն արդարցիալ պատասխանեց անոր նախկին խոսքերուն համաձայն։ Դավիթի ասած խոսքերը լսվեցան ու երբ Սավուղի արչեւ բատմեցին, Սավուղ իրկով բերել դվավ զայն։ Դավիթ Սավուղի ասավ. անոր պատճառով ոչ մեկուն սիրտը թող գոդրի, քու զարատ պիտի երթա եւ այդ պղշտացին հետ գրվի։ Սավուղ Դավիթի ասավ. Տուն չես կրնար այդ պղշտացին դեմ երթալ եւ անոր հետ գրվիլ, արտարետում բադանի մնես, իսկ ան բادرազմիկը իր մանգութենեն։ Դավիթ Սավուղի ասավ. Մինչ քու զարատ իր հոր ոչխարները գարածեր, երբ արույցը կամ արճը կար ու հոդերեն ոչխար մտաներ, ես անոր յետևեն երթալով զայն գզարնեի եւ անոր երախեն գազադեի։ Եթե ին վրաս հարցագեր զայն մորուքեն գբրնեի, գզարնեի ու գմերցնեի։ Քու զարատ արույցալ մերցուցած է արճալ եւ այս անթլփատ պղշտացինալ անոնցմե մեգումբես բիդելա, քանի որ աբրող աստուծույն զորասյուները նախադեց։ Նաեւ Դավիթ ասավ. արույցին եւ արճին ցերկեն զիս ազատող դերը այս պղշտացին ցերկենալ պիտի ազատե։ Սավուղ Դավիթի ասավ. քնա ու դերը քեզի հետլա։ Սավուղ իր հանդերձները Դավիթի հագցուց, անոր գլուխը բղինցե սաղավարտ մտրավ եւ անոր զրահալ հագցուց։ Դավիթ հանդերձներուն վրայեն Սավուղի սուրը մեջ կգաբեց եւ ուզեց կալել, քանի փորձած չէր։ Հետո Դավիթ Սավուղի ասավ. ասոնցմով չեմ գրնար կալել, որովհետեւ վարժված չեմ։ Ուստի Դավիթ զանոնք իր վրայեն հանեց։ Դավիթ գահախտե Գողիաթի։ Իր ցուբը ցերկ արավ, վդագեն իրեն համար 5 ողորկ քար ընտրեց, զանոնք իր ունեցած հովիվի դոբրագին, այսինքն մախաղին մեջ դրավ ու բարսադիգը ցերկը բռներով փղշտացին մոտեցավ։ Փղշտացին ալ եկավ եւ Դավիթի մոտեցավ։ Անոր ասպարը գրող մարդը անոր արչևն էր։ Երբ փղշտացին նայեցավ ու Դավիթը տեսավ, զայն արհամարեց։ Արտարև ան բադանի մներ, շեկ եւ գեղեցիկ տեսքով։ Փղշտացին Դավիթի ասավ. միթե ես շունեմ, որ ցուբով ինձ գուկաս։ Ու փղշտացին իր աստվածներով Դավիթը նզովեց։ Փղշտացին Դավիթի ասավ. ինձի եկուր, որ քու մարմինդ երկնքի թրջուներուն եւ թաշտի քազաններուն դամ։ Դավիթ փղշտացին ասավ. Տուն ինձի սուրով, նիզակով ու դեքով գուկաս, բայց ես զորքերու դիրոջ քու նախադած Իսրայելի զորասյուներուն աստուծույն անունով քեզի գուկամ։ Այսօր դերը քեզ իմ ցերկս պիտի մատնե։ Ես քեզ պիտի մերցնեմ, վրայեդ գլուխդ պիտի առնեմ եւ փղշտացներու փանագին թիակները այսօր երկնքի թրջուներուն ու երկրի քազաններուն պիտի դամ, որբեսի ամբողջ երկիրը գիտնա, թե Իսրայելի մեջ Աստված գա եւ այս ամբողջ համախմբումը գիտնա, թե դերը սուրով ու նիզակով չազատեր, արտարև բادرազմը դիրոջն է եւ անցես մեր ցերկը պիտի մատնե։ Մինչ փղշտացին գգանքներ, գկալեր ու գմոդենար Դավիթի հանդիպելու, Դավիթ շուտով թեպի զորասյունը վազեց փղշտացին հանդիպելու։ Դավիթ ցերկը իր դոբրագի մեջ խոթեց, անգե քար մարավ, զայն բարսադիգով նեդեց ու փղշտացին ջագադին զարգավ։ Քարը անոր ջագադին մեջ մխրջվեցավ եւ ան երեսի վրա քեդինը ինգավ։ Այսպես Դավիթ բարսադիգով ու քարով փղշտացին հաղթեց, զարգա փղշտացին ու մեծուց զայն, բայց Դավիթի ցերկը սուր չգար։ Դավիթ վազելով փղշտացին վրա գայնեցավ, անոր սուրը քրավեց, բադյանեն քաշեց
եւ զայն մերցնելե յետ գլուխը անով գոդրեց։ Փղշտացիները իրենց զորավոր մարդու մերնիրը դեսնելով փախան։ Այն ադեն Իսրայելի ու Հութայի մարդիկը կանգնեցան եւ քորալով փղշտացիները հալածեցին մինչեւ Հովիդը ու մինչեւ Ագգարոնի թռները։ Խոցված փղշտացիները Սակարիմի ջամփայի վրա ինգան մինչեւ Քեթ եւ Ագգարոն։ Իսրայելի որդիները փղշտացիները խանթով հալածել են վերադարձան ու անոնց բանակավայրը կողոպտեցին։ Դավիթ փղշտացին գլուխ առավ եւ զայն Երուսաղեմ դարավ, բայց անոր զենքերը իր վրանին մեջ դրավ։ Դավիթ Սավուղի ներկայության մեջ։ Երբ Սավուղ տեսավ, թե Դավիթ դուրս գել է փղշտացին դեմ, իր սպարաբեդին Ափենների ըսավ. Ափեններ, այս բադանին որուն որդին է։ Ափեններ ըսավ. քու անցդ Գաբրի ով թակավոր չեն գիտեր։ Թակավորը ըսավ. հարցուր թե այս բադանին որուն որդին է։ Երբ Դավիթ փղշտացին զարներեն յետք վերադարձավ, Ափեններ արավ զայն ու Սավուղի առջև դարավ։ Փղշտացին գլուխը անոր ցերկն էր։ Սավուղ անոր ըսավ. Թուն որուն որդին ես բադանի։ Դավիթ պատասխանեց. քու ծարայիդ Բեթլեհեմացի Հեսեի որդին եմ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։